Յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան ժամերգության ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում անցկացվում է հոգևոր երգեցողության դասընթաց։ Երգեհոնի նվագակցությամբ պատարագի ծանոթ մեղեդին, քահանայի եւ հավատացյալների ներկայությունն ու հոգեթով ձայնը արձագանքում են քաղաքի երեկոյան աղմուկի մեջ եւ տպավորություն է, թե ներսում արարողություն է։ Նախաձեռնությունը եկեղեցու լուսարար հոգևոր սպասավոր Տեր Հովհաննեսինն է։ Մասնակցում են համայնքի երիտասարդաց միության անդամները եւ պարզապես եկեղեցու հարևանությամբ ապրող մարդիկ, որոնց համար առօրյայի անբաժան մաս է դարձել հոգևոր կյանքը։ Հիմա մենք պատարագ ենք սովորում, որպեսզի երբ որ ուխտի գնանք, օրինակ իրենք պատարագը երգեն այնտեղ։ Մեր հավատացյալները դպրաց բաժինը երգեն պատարագի ժամանակ, որպեսզի պատարագների այստեղ պատարագներին կամ որևէ եկեղեցի, երբ որ պատարագին կմասնակցեն, իրենք էլ ուղակի կանգնած չմասնակցեն, թե բարձրաձայն էլ չերգեն, վստահաբար իրենց մտքում կերգեն։ Տեր Հայրը պատմում է, որ ուխտագնացությունների ժամանակ է սկիզբ դրվել այս նախաձեռնությանը։ Դեպի հեռավոր վանքեր տանող ճանապարհներին երգում էին ծանոթ շարականներն ու հատվածներ պատարագից։ Այդ ժամանակ են պարզել, որ շատերի համար անհասկանալի է գրաբարի տեքստը։ Սկսել է մեկնել տեքստերը եւ մարդկանց ոգևորությունը տեսնելով առաջարկել է ուրբաթ երեկոյան հանդիպել ժամերգությունից հետո։ Մեր դպիրների մեջ մեր ուժան դպիր ունենք, որ ժամերգություններին եւս մասնակցում է, պատարագներին է իր օգտակարությունը բերում մասնակցում, ինքը նաեւ երգեհոն տիրապետում է երգեհոնին եւ ուրախ ենք, որ ինքն էլ արձագանքեց մեր այս կոչին եւ ինքն էլ իր մասնակցությունն է բերում երգեհոնի երաժշտության ներքո է լինում մեր դասերի սերտողությունը, որը յուրահատուկ էներգիա է տալիս մեզ։ Դա էլ նոր խթան է, որպեսզի մենք համ ճիշտ լսենք, նախ լսում ենք երաժշտությունը, ինչ որ պիտի երգենք, լսում ենք։ Եթե տեղեր կան, որոնք որ մենք չենք կարողանում ճիշտ նոտան օրինակ երգել, երգեհոնը մեզ ուղղություն է տալիս, որ ճիշտ երգենք։ Շատ գեղեցիկ է, երբ որ եկեղեցում պատարագի հնչողությանը զուգահեռ նաև երգում են ժողովուրդը։ Քանի որ դա նրանց մարժինն է, ոչ թե երգչախմբի։ Երբ որ մենք գնանք մի քանի դար հետ, դա ժողովրդին են երգել, ոչ թե երգչախումբը։ Այդ իսկ պատճառով մեծ սիրով ես արձագանքեցի Տեր Հովհաննեսի այդ առաջարկին եւ միանգամից ներգրավեցի դրա մեջ։ Կան շարականներ, որոնք ես սովորում եմ վերևից, Տեր Հովհաննեսին լսելով ասում է մեր ուժան դպիրը։ Իր համար մեծ պատիվ է հնչեցնել եկեղեցու եռահար երգեհոնը եւ կատարել այս երգերը։ Ինչպես գիտեք, պատարագին մասնակցող գլխավոր դերակատարները պատարագիչ քահանան, սարկաբագը եւ դպիրներն են։ Վերջինները ներկայացնում են ժողովրդին եւ այն, ինչ երգում են, լինի դա խնդրանք թե գոհաբանություն, ասվում է ժողովրդի անունից։ Հոգևոր երգեցողության ուսուցման առաջին դասը ամիսներ առաջ սկսել են առավոտ լուսոից։ Կատարեք երգը որպես առավոտյան աղոթք, որպես օրորոցային ձեր երեխաների համար, ասել է քահանան։ Լույսի առավոտ, արդար արեգակ, ինձ վրա լույս ծագեցրու, ասվում է երգում։ Այստեղ կային ընտանիքներ, ովքեր որ հայր, մայր եւ զավակ գալիս են սերտողություններին մասնակցում են։ Մայրիկին հորդորեցի, որ քնացնելուց երեխայի համար ոչ թե ուրիշ երգեր երգեն, աշխարհիկ երգեր երգեն, կարող ես հոգևոր երգեր երգել իր համար, համ զավակը հոգևոր երգերի մեջ կմեծանա, ինքը դրանով կլծվի, Աստծով կլծվի հոգևոր եւ Աստված էլ տեսնելով ձեր նախանձախնդրությունը իբրև մայր Աստծո հետ, Աստծուն մոտ պահելու, հա, Աստծո խոսքը կամ հոգևոր երգերը իրենց ականջներին անընդհատ շշնջալու նախանձախնդրությունն ու կամքը, վստահաբար իր օրհնությունը ավելիով կբերի ձեր ընտանիք։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։